այս առավոտվա համար փառք Աստծո, որ Տիրոջ տան մեջ ենք, նորից խոսքը մեզ ուղղում է ավելի կենտրոնանալու այն ճշմարիտ խոսքը, որ հասել է մեր սրտերին։ Պետրոս առաքյալ ասում է, դուք էլ հասաք այն պատվական հավատքին, ինչպես հեթանոսների մեջ ավետարանը քարոզվեց, մեզ էլ քարոզվեց ավետարանը պատվական հավատքը, որի միջոցով մենք այսօր ճանաչում ենք Տիրոջ ճանապարհները, նրա ճշմարտությունները, նրա խոսքը։ Այո, եղբոր խոսքի այսպես համառոտ կարելի ասել ամբողջացումը հետևյալն է, որ մենք կարիք ունենք օրեցօր ավելի առաջանալու հոգևոր կյանքի մեջ, մոտենալու Տիրոջը, զարգանալու, այսպես ասած, հոգևոր աճ ունենալու մեր կյանքի մեջ, որովհետև անցկացրեցինք տոնական օրեր, կարծեք թե նույնություններ, նույն տոները հիշատակեցինք, բայց ուզում եմ ուղղակի մեր միտքը կենտրոնացնել մեկ բանի վրա, որ համառոտ կուզեմ ձեզ ներկայացնել որպես խոսքի շարունակություն, եղբայրներ, քույրեր։ Յուրաքանչյուր անգամ, որ մենք տոնակատարություններ ենք անցնում, ինչպես հիմնական տոներ են ծնունդը, զատիկը, հարության պաշտամունքները, վերջապես Պենտեկոստեի պաշտամունքից նման տոնակատարությունները մեզ հիշեցնում են, մեզ համար այսպես արթնանալու մի հնարավորություն է, որպեսզի մենք մեզ վերանայենք բոլոր պարագաների մեջ։ Ինչի մասին, որ խոսվեց, կարծում եմ, որ հենց դրա վրա էր առանցքը։ Հավատքը, որ մենք լսել ենք, Աստծո խոսքը, որ լսել ենք, այն կարիք ունի մեր մեջ առաջանալու։ Օրինակ Հիսուսի, ասենք, ծնունդից հետո մենք տեսնում ենք շատ փոփոխություններ ուղղակի, այլևս անօգնական մանուկը չէ պարկած խանձարում, այլ մենք տեսնում ենք, որ նա հոգիով, մարմնով, իմաստությունով զորացող մեկն էր դառել իր ընթացքի մեջ, ինչպես օրինակ մենք կարդում ենք Ղուկաս ավետարան, հենց 2-րդ գլխի 39-40 համարների մեջ ասում է, երբ որ ամեն բան կատարեցին օրենքի համեմատ, նորից Գալիլեա դարձան իրենց Նազարեթ քաղաքը։ Մանուկը կմեծանար ու հոգիով կզորանար, իմաստությունով լեցված եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Մենք խոսելով, ասենք, տոների հետ կապված, իհարկե մենք առանձնացնում ենք այդ ծննդյան իրականությունը մեր կյանքի մեջ, մեր ներսի մարդու մեջ։ Հիսուս մանուկ ծնվել մարդու ներսի մարդու մեջ, դա նշանակում է մարդու նոր ծնունդ, նոր մարդ, Քրիստոսապատկեր մարդ, եւ այդ մարդը իհարկե կարիք ունի մեծանալ, հոգիով զորանալ, իմաստությունով լեցված լինի եւ նաեւ Աստծո շնորհքը նրա վրա երևացող լինի, եղբայրներ, քույրեր։ Ավելին, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքի մեջ, նայելով համեմատություններին, հասկանում ենք, որ հոգիով զորանալը, իրապես իմաստությամբ ավելանալը, դա մարդու բնական հոգևոր ընթացքը պիտի լինի։ Եթե մենք տարվա վերջում ամենքս այսպես ինքներս մեզ հաշվետվությամբ ենք կանգնում, թե անցնող տարվա մեջ ինչ ունեցանք, ինչ սայթակումներ ունեցանք, ինչեր ունեցանք, բայց միևնույն ժամանակ պիտի մտածենք ոչ միայն դրանցից նորոգվելու, դրանցից վերականգնելու, հապա նաև առաջ շարժվելու։ Օրինակ, երբ որ նայում ենք Հիսուսի հաջորդ տարիքը, հաջորդ ընթացքը, ավետարանի մեջ հիշատակված է նրա 12 տարեկան ընթացքը, որի մեջ շատ պարզ տեսնում ենք, թե ինչպիսի հրաշալի փոփոխություն կար։ Նրա ծնողները ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում։ Ու երբ նա 12 տարեկան եղավ, տոնի սովորության պես նրան Երուսաղեմ տարան։ Երբ օրերը լրացավ, նորից ետ դարձան, Հիսուս մանուկը Երուսաղեմ մնաց, բայց Հովսեփն ու նրա մայրը չգիտեին։ Հապա կարծելով, թե նա ճամփորդներու հետ է, մեկ օրվա ճամփա գնացին, հետո սկսան փնտրել նրան իրենց ազգականների եւ ճանաչողների մեջ, եւ չգտան, եւ նորից Երուսաղեմ դարձան նրան փնտրելու։ Ու 3 օրից հետո նրան տաճարի մեջ գտան, որ վարդապետների հետ նստել էր ու նրանց մտիկ երանում ու նրանց մի բան էր հարցնում։ Նրանց ականջ դնողները կզարմանային, նրա իմաստությանը եւ պատասխանների վրա։ Երբ տեսան նրան, ապշած մնացին, մայրը ասեց նրան, որքյակ, ինչու համար մեզի այդպես արեցի, ահա քո հայրդ ու ես խիստ վշտացած ենք քեզ փնտրելու։
Եվ Հիսուս ասեց. ինձ ինչու կփնտրեք, չգիտեիք, թե ինձ պետք էր որ իմ հորս տանը լինել։ Եղբայրներ քույրեր, եթե մենք ուշադրությամբ հետևում ենք, տեսնում ենք, որ այն շնորհքը, որ Հիսուսի վրա էր, այն իմաստությամբ զորանալը, որ մենք տեսնում ենք Հիսուսի վրա, մենք տեսնում ենք փաստացի օրինակ։ Նա նստած էր վարդապետների հետ, նստած էր եւ Աստծո խոսքի շուրջ էր։ Հետաքրքիր է, հոգևոր կյանքը հասակ ունի ամեն մեկիս կյանքի մեջ։ Եվ այդ հասակի համեմատ ամեն մեկը սովորելիք բան ունենք Աստծո խոսքից։ Այն ինչպես պետք է մարդը առաջանա, ինչպես հոգևոր կյանքի մեջ պիտի զարգանա օրեօր, մենք պարզ տեսնում ենք Ավետարանի մեջ Հիսուսի օրինակը, առաքյալների թղթերը, նամակներ եւ այդ ամենը։ Օրինակ Պողոս առաքյալը խոսելով Տիմոթեոսին, իր աշակերտին, հետևյալ խոսքն էր հորդորում նրան ասելով. դա առաջի Տիմոթեոս 4 գլխի ուրեմն 13-ից 15-րդ համարն է։ Ասում է մինչև ես գամ, մինչ այդ խոսում է երիտասարդ Տիմոթեոսին, ասում է չլինի որ մեկը ասում է քո երիտասարդությունդ անարգե, հապա դու օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ։ Սա ոչ այլ ինչ է, եթե հոգևոր կյանքի մեջ պարզ առաջացման աստիճաններ, ինչպես օրինակ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ, ասում են մինչև ես գամ միտքը դիր կարդալու, հորդորելու, սովորեցնելու, անհոգ մի եղիր քո վրա եղած պարգևի վրայով, որ մարգարությամբ քեզի տրվեցավ երեսների ձեռքերը քո վրա դրվելով։ Նրանց վրա խորիր ու նրանցով պարապիր, որպեսզի քո առաջադիմությունը ամենքին հայտնի լինի։ Հիմա իհարկե սա ոչ միայն վերաբերում է Տիմոթեոս, երիտասարդ Տիմոթեոս ծառայողին, եղբայրներ քույրեր, ես հավատում եմ, որ այս բոլոր պատվերները նաև վերաբերում են յուրաքանչյուր Աստծո զավակի, որ ասում է օրինակ մեկը քո երիտասարդությունը չանարգի, օրինակ եղիր։ Եվ մինչև որ ես գամ միտքը դիր կարդալու, հորդորելու, ինչը որ մենք տեսնում ենք պատանի Հիսուսի օրինակի մեջ, որ նա դեռևս պատանի տարիքից հետևում էր Աստծո խոսքին, վարդապետների հետ նստելու, զրուցելու եւ այլն։ Հիմա եղբայրներ քույրեր, ինչի մասին որ եղբայրը քիչ առաջ խոսում էր հոգևոր պտուղ բերելու կամ մեր կյանքի մեջ իրական գործնական փոփոխություններ լինելու, դրանք ուրիշ կերպով չեն կարող լինել, քան ինչ որ մենք այս օրինակի մեջ տեսնում ենք։ Օրինակ, երբ որ Հիսուսին հարցնում էին եւ ասում էին, որ մենք քեզ ենք փնտրում, չգիտես, եւ Հիսուսը պատասխան էր տալիս, ասում չգիտեիք, որ ես իմ հորս տանը պիտի լինեի։ Եվ այստեղ զուգահեռ խոսքը միանգամից մեծ գալիս է Եբրայեցիների 10-րդ գլխի 24-րդ համարը, որ ասում եմ 24 եւ 25-րդ համարը, որ իրար ասում է հոգ տարեք, ինչպես Աստծո սիրով եւ մեկտեղ հավաքվել ասում է մի թողեք, ինչպես ոմանք սովորություն ունեն։ Տեսեք, մի քանի բաներ կա մեր հոգևոր կյանքի մեջ, որը թերևս կրկնություն է մեզ համար հնչում, բայց եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր հոգևոր կյանքի մեջ ընթացք լինի, փոփոխություն լինի, երբ որ գանք տարեվերջյան, ասենք հաշվետվության հերթական, մենք ինքներս ներսից վկայություն ունենանք մեր կյանքի մեջ, որ այս տարին պարապ չանցավ, որ այս տարվա մեջ իրապես փոփոխություններ եղան։ Ես տարիներ առաջ եմ դա ասել եւ դեռևս էլ ծառայության մեջ չէի, օրինակ եմ ասում։ Ուրեմն սովորություն ունենք երբեմն նոր եկած ժամանակաշրջանում շաբաթ եւ կիրակյուրեր այդպես հաճախակի քաղաքից դուրս են գալի։ Ես չեմ ասում, որ քաղաքից դուրս պիտի չգանք կամ հանգստի չպիտի առանձնանանք։ Իհարկե դա պետք է։ Բայց մի անգամ մի հատ դեպք եղավ, մենք ճանապարհին էինք եւ մեքենան ուղղակի կանգ առավ, հենց ֆրիվեյի վրա կանգ առավ, մի կերպ դուրս եկանք մեքենայով, այդպես նայում ենք եւ դա կիրակի օր է, պաշտամունքի օր է, պաշտամունքի ժամ է, ես համաձայնվել եմ բարեկամի հետ գնալու վերջը։ Հիմա մեքենան բացել ենք, նայում ենք այդպես մեքենան ավերված վիճակի մեջ ու ներսից ահավոր հանդիմանություն եմ զգում։
ահավոր հանդիմանություն, դու ինչ գործ ունես Կիրակի օրը պաշտամունքի ժամին այստեղ լինելու, մի հատ էլ նման իրավիճակի մեջ հայտնվելու։ Եվ այդտեղ ես Տիրոջ առջև ուխտ բարձրացրեցի, ասի Տեր, այլևս այսպիսի բան չի լինելու իմ կյանքի մեջ։ Եվ այդ տարի, ես չեմ հիշում որ տարիներ, 90-ական թվականներն էր, այդ տարին ինձ համար եղավ իսկապես որոշմական, եւ եկա ես եկեղեցում դրա մասին վկայեցի, ասի եթե այս տարի ես ինչ որ բան ունեցա իմ կյանքի մեջ փոփոխության, դա իմ ուխտն էր Տիրոջ առջև, որ առանց երկրորդական որևէ պատճառի ես երբևէ եկեղեցու ժամը որևէ բանի հետ չպիտի փոխարինեմ։ Այսպես է լինում հոգևոր կյանքը, եղբայրներ քույրեր։ Նորից եմ կրկնում, մենք իհարկե չենք ընդդիմախոսում, որ մեկը իրավունք չունի գնալու, հանգստանալու եւ այլն, իհարկե պետք ունի, բայց Տիրոջ ժամանակը, Տիրոջ տան մեջ լինելը իրապես դա որոշման հարց է, ընտրության հարց է։ Այն ինչպես որ եղբայրը դրա մասին բավական հանգամանալից խոսում էր։ Ուզում ենք, որ մեր կյանքի մեջ իրապես փոփոխություն լինի։ Օրինակ Հիսուսի ծառայությունից հետագայում մենք տեսնում ենք, երբ որ ինքը Սամարացի կնոջ հետ զրուցեց, բավական բացատրություններ եղավ, աշակերտները գնացել են քաղաք կերակուր բերելու, հիշում եք Հիսուսը ինչ ասեց։ 34-րդ համարն եմ ընթերցում։ Ասեց Հիսուս, ասեց. «Իմ կերակուրս այն է, որ ինձ ղրկողի կամքը անեմ եւ նրա գործը կատարեմ»։ Հիմա ինչու է գործը համեմատում կերակուրի հետ Հիսուսը։ Այսինքն ապրելակերպի գոյատևման հետ։ Եթե մարդը կերակուր չուտի, կարող է ապրել։ Նույն կերպ մարդը հոգևորապես չի կարող առաջանալ կամ զարգանալ, աճ ունենալ, այլ խոսքով ասած, եթե Աստծո գործի մեջ չլինի որպես կերակուր։ Այսինքն կերակուրի պես անհրաժեշտ բան է մարդուն հավատք գործի փոխելու, այսինքն մեր գործնական կյանքի մեջ այն արտահայտելու եղբայրներ քույրեր։ 17-րդ համարի մեջ Հովհաննես 5-րդ գլխի 17-րդ համարը ասում է եւ Հիսուս պատասխան տվեց եւ նրանց ասեց. Իմ հայրս մինչեւ հիմա կգործե, ես էլ կգործեմ։ Հիմա եղբայրներ քույրեր, իհարկե ժամանակները տարբեր են։ Հիսուս Աստծո որդին մարմնացյալ հոր հետ գործակցում եւ ասում է ես առանց հոր որևէ բան չեմ անում։ Այսօր Սուրբ Հոգին է մեր մեջ։ Սուրբ Հոգին եկել է մեր մեջ մեզ առաջնորդելու ամեն ճշմարտության։ Ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, ձեզ ամեն ճշմարտություն պիտի սովորեցնի եւ պիտի առաջնորդի ձեզ։ Եվ ձեր միտքը պիտի բերե իմ ասածները։ Հիմա Սուրբ Հոգին մեր մեջ է, մեզ առաջնորդում է, մեզ սովորեցնում է, որպեսզի մենք իր խոսքի մեջ մնանք, իր ճշմարտության մեջ մնանք։ 36-րդ համարի մեջ նորից նույն խոսքը կա, որ Հիսուս ասում է, բայց ես Հովհաննեսի վկայությունից ավելի մեծ վկայություն ունեմ, քանզի այն գործերը, որոնք հայրը ինձի տվա, որ կատարեմ, այն նույն գործերը, որոնք ես կգործեմ, ինձի համար կվկայեմ, որ հայրը ինձ ղրկեց։ Մենք շատ ենք խոսել սրա մասին, եղբայրներ քույրեր, որ եթե մենք ուզում ենք իսկապես վկայության կյանքով ապրել, իհարկե ավետանից ժամանակ առ ժամանակ Աստծո խոսքից մեջբերումներ պիտի արվի, բայց ամենամեծագույն վկայությունը, ինչպես ինքը Հիսուսն է ասում, այդ գործերն են, որ վկայում են այն մասին, որ հայրը ինձ ղրկեց։ Այլ խոսքով ասած, եթե մեր կյանքի մեջ երևում է հավատքը գործնական կյանքի մեջ, դա ասել է, որ իրապես մենք Տիրոջ զավակներն ենք, Աստծո ժողովուրդն ենք, նրա սեփականությունն ենք։ Օրինակ Հիսուս ինչու էր ասում, եթե մեկս մեկ սիրեք, չէ, ասում է աշխարհը պիտի գիտենա, որ դուք իմ աշակերտներն եք։ Տիրոջ անունը փառավորվի։ Ավելին, եղբայրներ քույրեր, եթե Տիրոջ ողորմությամբ իբարս Աստծո մեր կյանքի մեջ գործնական բաներ կան, ես հավատում եմ, որ կան, որտեղ Աստծո գործը երբեք պարապ չի լինում, Աստված ինչ-որ փոփոխություններ թեկուզ չնչին չափով անում է, բայց առաքյալի հորդորը գիտեք, որ ինչումն է, որ առաջանալ է պետք։ Տեղում չմնալ, առաջանալ է պետք։ Դուք ինքներդ, ամեն մեկս նայենք ինքներս մեզ ինչ ասել է առաջանալ։
Հոգևոր կյանքի մեջ մենք քիչ առաջ խոսեցինք դրա մասին, որ օրինակ Հիսուս ասում էր, որտեղ ինձ պիտի փնտրեք, չգիտեք, որ ես իմ հորս տանը պիտի լինեմ, կամ մենք համեմատություն բերեցինք մեկտեղ հավաքվելու, Տիրոջ տան մեջ գտնվելու, եկեղեցու մեջ գտնվելու։ Հիմա սրա հետ կապված եղբայրներ, ինչ կա առաջանալիք, իհարկե կա։ Եթե ոմանքս իհարկե չգիտեմ, ամեն մեկից մոտ վիճակները տարբեր են, ոմանց մոտ գուցե հարգելի է, չեմ անում, ամեն մեկը թող ինքը քննի։ Եթե ոմանցս հաջողում է շաբաթվա մեջ միայն մեկ ժողովի մասնակցել, առաջանալ ինչ է նշանակում։ Շատ գործնական թվեր եմ ասում։ Մնացած ժողովներին եւս մասնակցել։ Այնպես չի, որ պարապտեղն ենք օրինակ 3 շաբթի օրը աղոթքա ժողով հայտարարում 5 շաբթի օրը կարող ենք մեր մեջ որոշում կայացնել, օրինակ տարվա սկիզբ է որոշում կայացնել, որ մենք ժողովներին ավելի հաճախակի մասնակցենք։ Առաջացումը ուրիշ ինչ կերպ է լինում, եղբայրներ, ուրիշ կերպ ես չեմ պատկերացնում։ Մեկը չպետք է գա օրինակ թևից բռնի եւ ասի գնա ժողովի։ Արդեն ժողովը հայտարարված է, պաշտամունքի օրերը հայտարարված են, ուրեմն մենք մեզանից որոշում պիտի կայացնենք։ Իհարկե սա զոհաբերություն է, զոհողություն է, բայց ծիծաղելի է, եղբայրներ, ինձ համար գոնե, այն մեծ զոհաբերությունը, որ Աստծո որդին մեզ համար արել է, ու մենք դժվարանում ենք մեր ժամերի մեջ զոհաբերություն։ Համեմատության եզրեր կա, եղբայրներ, չեմ կարծում։ Չկա, եզրեր չկա։ Ուղղակի չկա։ Եթե օրինակ մենք Աստծո խոսքին ժամանակ պիտի տանք կարդալու եւ ժամանակ չենք գտնում որվա մեջ, նորից եզրեր չկա համեմատության։ Եթե մեկ ասում է ես առավոտը գործի եմ, իրիկուն հոգնած եմ եւ այլն, այս բոլոր պատճառաբանությունները արդարացված չեն։ Արդարացված չեն։ Ես եղբայրներ գիտեմ, հիմա ծայրահեղություն թող չթվա, որ սովորությունը Սուրբ Գիրքը ոչ միայն կարդալ, սովորական, այլ ծնկի վրա կարդալ։ Լսել եք այսպիսի օրինակներ։ Ուղղակի ծնկի վրա Սուրբ Գիրք է կարդում, մարմնին էլ դժվարություն տալով։ Էլ չեմ ասում, որ աղոթքին ժամանակ տալ եւ նման բաներ։ Այսինքն սովորական կարելի ասել տերետողների թվաբանական այսպես մի հաշվարկի նման մի բան է դառնում հոգևոր կյանքի մեջ նվիրաբերումը Տիրոջը։ Եվ ուրիշ ինչ ենք կարդում մեր Փրկչի Հիսուսի օրինակով, նույն Ղուկաս ավետարան 5-րդ գլխի 2-րդ գլխի 51-րդ համարի մեջ ասում է, երբ նրանք չհասկացան այն խոսքը, որ իրենց ասեց Հիսուսը, եւ իջավ նրանց հետ ու գնաց Նազարեթ եւ նրանց հնազանդ էր, բայց նրա մայրը այս բոլոր խոսքերը իր սրտի մեջ կպահեր։ Ինչպես օրինակ Մոգերի ժամանակ, ինչպես Սիմոն ծերունի ժամանակ եղած խոսքերը Մարիամը իր սրտի մեջ էր պահում, բայց ասում է այնուամենայնիվ Հիսուսը հնազանդ էր նաև իր երկրավոր ծնողներին ճանաչելով երկնավոր հոր որդի լինելը, նրան չէր խանգարում, որ ժամանակավոր այդ ընթացքի մեջ իր փոխհարաբերությունից մարդկանց հնազանդություն ցուցաբերեր։ Անկամ մենք Եբրայեցիների 5-րդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ նա իր չարչարանքներից ասում է հնազանդություն սովորեց Աստծո որդի լինելով հանդերձ։ Մենք էլ եղբայրներ քույրեր իհարկե կարիք ունենք հնազանդության եւ խոնարհության այս շրջանը անցնել։ Օրինակ ամուսնացածների համար ասում են մեկս մեկ հնազանդեցեք Աստծո վախով։ Փիլիպեցիների 2-րդ գլխի 8-րդ համարի մեջ այսպեսի մի հատ խոսք կա, եղբայրներ քույրեր, ես այդ համարն եմ ուզում ընթերցել, ասում է ինքն իրեն խոնարհեցրեց մինչև իսկ մեռնելու հոժարեց եւ այն խաչի մողը։ Խոնարհեցնելը, հնազանդությունը մի բացարձակ օրինակ է մեր կյանքի մեջ։ Եվ ընդհանրապես հոգևոր կյանքի մեջ ամենադժվար ուսուցանվող կարելի ասել դասը դա խոնարհությունն է։ Դա խոնարհությունն է եւ հեզությունն է, որ Հիսուս հենց դա էր սովորեցնում։ Ասում ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Այս ահավոր ադամական բնությանը այսպես
գրավելու, ընկճելու ամենազորավոր միջոցը դա աստվածային խոնարհությունն է եւ հեզությունն է, եղբայրներ, որը շատ ժամանակ մի ամբողջ կյանքի ընթացքի մեջ այդպես էլ շատերիս կյանքի մեջ հասանելի չի դառնում։ Ինչ ասել է խոնարհ լինել, հնազանդ լինել, վերջապես լինել այն աստիճան խոնարհ, որ Հիսուս ասում է ինքը երկնքի փառքը թողեց ու եկավ մարմնի մեջ մարդկային կերպարանք, ծառայի կերպարանքով, այն էլ խաչի մահվանը հոժարելով։ Դա երևաց գիտեք որտեղ, երբ որ Հիսուսը Հորդանան գետի մեջ մկրտում էր Հովհաննեսի ձեռքով։ Չէ, հիշում եք այդ օրինակը, եւ Հովհաննեսը ասաց. ես քեզանից պիտի մկրտվեմ եւ դու ես ուզում որ ես քեզ մկրտեմ։ Եվ ինչ ասեց Տեր Հիսուսը։ Դա Մատթեոս ավետարան ուրեմն 3-րդ գլխի 15-րդ համարն է, այսպես է ասում է. թող դու հիմա, որովհետև այսպես կվայել է մեզ, որ բոլոր արդարությունը կատարենք, եւ թող տվեց նրան եւ նա մկրտեց։ Գիտենք այդտեղ Սուրբ Հոգու փաստացի վայրեջքը աղավնու կերպարանքով եւ այն վկայությունը, որ սա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ։ Եղբայրներ, քույրեր, իրապես խոնարհությունը, հեզությունը շատ օրհնյալ բան է, շատ օրհնյալ բան է։ Թող Աստված օրհնի մեզ ամեն մեկից։ Հիսուս ինքն էր վկայում, ես ասում եմ ինքնուրույն ոչինչ չեմ անում, ինչ որ տեսնում եմ այն եմ անում, ինչ որ Հայրը ինձ ասում է այն եմ խոսում։ Սա օրինակ չէ մեզ համար, եղբայրներ, քույրեր, օրինակ եղբայրը խոսեց դրա մասին, ամեն մարդ թող ասում արագ լինի լսելու մեջ եւ դանդաղ, չէ, բարկանալու մեջ, խոսելու մեջ անգամ։ Ժողովրդական այդպես խոսք կա, չէ, ասում 1000 չափի մեկ ձևի, 1000 չափ։ Հիմա երբ որ մեր կյանքի մեջ մենք այդ 1000 չափերը բաց ենք թողում եւ առաջ ենք ընկնում արտահայտության մեջ, խոսքի մեջ, անշուշտ մենք ինչ ենք անում, մեղանչում ենք։ Մի եղբայր կար, որ շատ հետաքրքիր օրինակ էր ասում, օրինակ, ասում եմ մինչև որ ենթադրենք իրավիճակը այնպես է, որ բարկության է այսպես հասունացել, մինչև որ մի բան պիտի ասես, ասում եմ փորձիր մտքիդ մեջ մինչև 10 հաշվել, սպասիր այսինքն, սպասիր Տերը ինչ է քեզ առաջով, ինչպես օրինակը բերեցի, որ Հիսուս ասում է ինչ որ լսում եմ այն եմ։ Հիմա չեմ կարծում, որ երբ որ մենք առաջ ենք ընկնում, առաջ ենք լինում բարկանալու մեջ, մենք Սուրբ Հոգուց այդ ժամանակ նախապես խոսք չենք ունեցել կամ առաջնորդություն չենք, ուղղակի մենք առաջ ենք ընկնում։ Դրա համար խոնարհությունը եւ հեզությունը շատ կարեւոր պայման է եղբայրներ, քույրեր, յուրաքանչյուրիս կյանքի մեջ, որպեսզի հոգեվոր առաջընթաց տեղի ունենա, Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, ես վերջապես ուզում եմ անդրադառնալ մյուս փաստը, որը երևում էր Հիսուս մանուկի կամ պատանու Հիսուս մարդու կատարյալ մարդու առաջացման որակների մեջ, ասում է Հիսուս կզարգանար իմաստությունով, սա Ղուկաս ավետարան ուրեմն 2-րդ գլխի 52-րդ համարն է, իմաստությունով ու հասակով եւ Աստծուց եւ մարդկանցից շնորհ գտնելով։ Եթե մեր կյանքի մեջ եղբայրներ քույրեր, մեզ երկրորդ բանը շատ կարևոր է մարդկանցից շնորհ գտնելը։ Եթե մեր կյանքի մեջ եղբայրներ քույրեր Աստծո շնորհքը բացահայտ չի երևում եւ մարդկանց մեջ այդ շնորհքը չի երևում գտնված շնորհքը, ուրեմն մենք հոգեվոր կյանքի մեջ բավական լուրջ կաղացող վիճակի մեջ ենք։ Եթե այսօր վկայություն չկա մեր կյանքի մեջ, որ իրապես Աստծո շնորհքը երևում է, բարի վկայություն, եթե չկա մեր կյանքի մեջ դրսից, եղբայրներ քույրեր, սա ասում է, որ մենք հոգեվոր աճի մեջ կանգնել ենք տեղում, եթե չասեմ նահանջել ենք։ Մինչ մենք կանչված ենք աղ եւ լույս լինելու մեր միջավայրի մեջ, ինչպես Հիսուսը լեռան քարոզը ամբողջացնելով դրա մասին էր խոսում, որ ասում է մարդիկ տեսնեն ձեր բարի գործը, ձեր լույսը այնպես լուսավորի մարդկանց, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հայրը, որ երկինքն է։ Սրանք պիտի երևան, եղբայրներ քույրեր։ Եթե չկան, ուրեմն մտածելիք բաներ ունենք։
Այն չափանիշները, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, Տիրոջ տան մեջ գտնվելու, Աստծո խոսքի հետ հաղորդակից լինելու, մեր որոշումների մեջ գործնական քայլեր առնելու։ Անցած օրը խոսում ենք երիտասարդների հետ, այդպես հավաքված ենք տանը, կան երիտասարդներ, որոնք չեն հիշում վերջին անգամ երբ են Սուրբ Գիրք կարդացել։ Պատկերացնում եք ինչպեսի վիճակ է, ցավալի վիճակ է։ Հիմա ժամանակ ինչի ժամանակն է։ Ժամանակն է որոշում կայացնելու։ Հիմա օրինակի համար ես երիտասարդների լեզվով ասեմ, դիմել ենք աշխատանքի եւ մի շատ լավ աշխատանքի դուռ է բացվել, չէ՞։ Ռեզյումեն ենք ներկայացրել, աշխատանքի տեղից հրավեր կա, որ դու այսինչ օրվանից արդեն ինչի մեջ ես աշխատանք եւ աշխատանքը սկսվում է առավոտ ժամը 6-ից։ Ինչ անում ես երիտասարդը։ Ջնջում է այդ կանչ, ասում է ես չեմ գնա, թե որոշում է, որ այո, երկուշաբթի օրվանից ես պետք է արթնանամ ոչ թե ժամը 7-ին, այլ պիտի արթնանամ ժամը 5-ին կամ 4:30, որովհետև աշխատանքը սկսում է քանիսին, շատ պարզ գործնական բան եմ ասում, եղբայր, այսպես է թե այսպես չի, որովհետև լավ վարձատրություն կա, ապրոստի հարց կա եւ այլն։ Հիմա հոգեվոր կյանքի մեջ ուզում ենք մենք առաջացում ունենանք, լավ ուզում ենք, դրա համար Աստծո խոսք կարդալ պետք է, իհարկե պետք է Աստծո խոսքի հետ հաղորդ, ոչ միայն կարդալ ասել երբեմն մարդուն մի քիչ շփոթության մեջ է, կարդա գրի, այսպես ինչ որ մի հատ գործնական, Աստծո խոսքի հետ կապ ունենալ։ Ժամանակ չունենք, ուրեմն մեր սկեջուլը ինչ պիտի անենք, մեր օրակարգը պիտի դասավորենք դրան։ Աշխատանքը 7-ին, 8-ին է, 9-ին է սկսում, երբ է սկսում, մի փոքր ժամանակ տրամադրի Աստծո խոսքին եւ նոր տանից դուրս արի։ Կամ աշխատանքից հետո, որը շատ ավելի դժվար է, երբ որ օրը անցկացրել ես, հոգնած ես, միտքը դմրած է, շատ դժվար է։ Թեև իրիկունը պարկելուց առաջ է շատ լավ սովորություն է մի պահ Աստծո խոսքին անդրադառնալ եւ նոր անկողինը մտնել։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրն է հոգեոր, ուրեմն այս տոների հիշատակումը նորից եմ ասում, թող այնպես սովորության նման չանցնի մեր կյանքի մեջ, ինչպես եղբայրը խոսեց դրա մասին, որ նրանք ասեն Մովսես ունեն, մարգարեներ ունեն, այսօր ավետարան եք հարոզվում, մենք էլ որպես Աստծո ժողովուրդ լսում ենք ավետարանը։ Թող այս տարին մեր կյանքի մեջ որոշման քայլ անելու, մի քայլ անելու մի հատ տարի լինի, եղբայրն, ամեն մեկս մեր մեջ նայենք, քննենք, խոսքի համաձայն։ Խոսքը բավական մանրամասը մեզ տրվեց այս առավոտ, գործնական ճանապարհներ մեր առջև բացվեցին։ Աստծո ասում է եւ մարդկանց մեջ ասում է հաճություն։ Այսպես է գրված։ Ես այդ օրինակը բերեմ, ուրեմն Հռոմեացիս 14-րդ գլխից էր, Հռոմեացիս 14-րդ գլխի, ուրեմն 17 եւ 18-րդ համ։ Ուրեմն ասում է, որովհետեւ Աստծո արքայությունը, ուրեմն ասում է Աստծո արքայությունը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարություն ու խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով, քանզի եթե մեկը այս բաներով Քրիստոսին կծառայե, նա Աստծո հաճելի է եւ մարդկանցից գովելի։ Հիմա մի հատ հարց էլ տամ բոլորիս, ինչու հավատացյալի կյանքի մեջ խնդություն չկա։ Խնդություն ասելը նա չէ, որ կատակներ անենք, խնդանք եւ ուրախանանք ինչ-որ օրվա, այլ ներսից ուրախություն չկա, ինչու։ Որովհետեւ այստեղ նախորդող բաներ կան։ Կան արդարություն, խաղաղություն եւ նոր խնդություն։ Եթե այսօր մեր կյանքի մեջ իրապես արդարություն չկա, հավատքի համաձայն ընթացք շատ պարզ է, որ խնդություն լինել չի կարող։ Եթե մեր կյանքի մեջ խաղաղություն չկա, փոխհարաբերությունների մեջ կլինի, ընտանեկան մթնոլորտում կլինի, վերջապես միջավայրում կլինի, որտեղից խնդություն լինի։ Բնական է արդարության եւ խաղաղության հետևող մարդու կյանքի մեջ ներսից բխող խնդություն կա, ուրախություն կա։ Աստծուն ծառայելը ոչ թե բեռ է դառնում, այլ իսկապես ցնծություն եւ ուրախություն է լինում։ Տիրոջ անունը փառավորվի։ Վերջի համարն եմ ընթերցում, առակած ուրեմն 3-րդ գլխի 1-ից 4-րդ համարները, որը հենց փաստում է դրա մասին, որ Աստծուց եւ մարդկանց կողմից
Շնորհք գտնելը դա իսկապես աստվածային պարգև է յուրաքանչյուրի համար։ Որդյակին ասում մի մոռացիր իմ օրենքս, հապա քո սիրտը թող իմ պատվիրանքներս պահի, որովհետև քեզ երկար օրեր ու կենդանության տարիներ եւ հաջողություն պիտի ավելացնեն, ողորմությունն ու ճշմարտությունը թող քեզ չթողեն, նրանք քո պարոնոցիդ վրա կապե, քո սրտի տախտակի վրա գրե, այն ժամանակ Աստծո եւ մարդկանց առջեւ շնորհք ու բարի համարում պիտի գտնես։ Աստծո եւ մարդկանց առջեւ շնորհք եւ բարի համարում պիտի գտնես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Խոսքիս ամբողջացումը հետեւյալն է. տարիները կանցնեն, արագ են անցնում։ Այս տարին էլ Տիրոջ իրավունքով կամքով պիտի անցնի եւ շատ արագ պիտի անցնի, բայց տարին դեռ չսկսած որոշում կայացնելու, գործնական քայլ անելու ժամանակն է, եղբայրներ։ Բոլորիս ահազանգ կա, ժամանակը պտտվում է, իսկ քայլ անելը հոգևոր աճի մեջ առաջացման համար մեզ ամենքիս անհրաժեշտ է ուղղակի։ Ես այդ համարը մոռացա բաց թողեցի, դա գրված է Կորինթացիների 15-րդ գլխի մեջ, այ հիմա միտքս եկավ, որ առաքյալը խոսելով հարության այն փառավոր հեռանկարի մասին, որ ինչպիսի փառավոր մեզ ապագա է սպասում, առաքյալը հետևյալն ասում է. ուստի իմ սիրելի եղբայրներս եւ նաեւ քույրերս, հաստատուն եւ անշարժ կեցեք եւ ամեն ժամանակ ավելացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով որ ձեր աշխատությունը պարապ չէ Տիրոջ մոտ։ Ամեն ժամանակ Տիրոջ գործի մեջ առաջանալը այսօրվա բոլորիս պատվելն է։ Թող այս տարին 2026 թվականը լինի հոգևոր առաջացման տարի։ Յուրաքանչյուր անձ, որ այսօր ներկա ենք պաշտամունքի, մեր մեջ որոշում կայացնենք, ինչ բանի մեջ ես կարիք ունեմ առաջնելու, եւ այդ ուղղությամբ ուղղակի ջանք եւ երանք չխնայելու, եղբայրներ։ Իսկ Աստված առատ է իր օրհնությամբ եւ իր շնորհքով։ Ամեն, եղբայրներ քույրեր։ Կանգնենք միասին երկեցողությամբ մեր վերջի աղոթքից առաջ։ Տիրոջ անունը փառավոր։ Օրերը այս վարդի թրջում են արագ, կյանքն այս նման է միտքերի վարակ, կյանքն այս նման է նաեւ սապորի, երբ չի ոտրվի մոտն աղբյուրի, ընտրիր դու Հիսուսի, նա քեզ հայտնվի, կանչիր նրա անունը, նա է քո թագավորը, նրանից խոսքերը սրտիդ խորհուրդ են, նա կընդունի այսօր, նրանից խոսքերը սրտիդ խորհուրդ են, նա կընդունի այսօր, դեռ որ այս կյանքում շատ հոգսեր անես, հոգնելու համար դու մտահոգվես, դաշտի շուշանը երբեք չի հանում, նաիվ է Աստված ոնց է հագցնում, բնդրիր դու Հիսուսի, նա քեզ կհայտնվի, կանչիր նրա անունը, նա է քո թագավորը, նրանից խոսքերը սրտիդ խորհուրդ են, նա կընդունի այսօր, նրանից խոսքերը